Ողջույն ընկերներ, ձեզ հետ կրկին Թեմուր Յուրիկովիչն է եւ այսօր ձեզ համալուծել եմ կոդ սիգնալի ինտրո բաժնի 4-րդ խնդիրը։ Նախքան խնդրի լուծման անցնելը բաժանորդագրվիր ալիքից, որպեսզի բաց չթողնես հաջորդ վիդեոները։ Առաջիկա վիդեոներում պատրաստվում եմ ձեզ համալուծել էլ ավելի բարդ, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր խնդիրներ։ Այսօրվա խնդրի պահանջը հետեւյալն է. ֆունկցիան մուտքում ստանում է վեկտոր ինտեջերներից կազմված եւ տվյալ վեկտորում պետք է գտնենք իրար հարևան տարրերի զույգ, որոնց արտադրյալը ամենամեծն է եւ վերադարձնենք այդ արտադրյալը։ Օրինակ, եթե մեր վեկտորը կազմված է 3, 6, -2, -5, 7 եւ 3 ինտեջերներից, ապա այս դեպքում պետք է վերադարձնենք 21։ Տեսեք թե ինչու։ Եթե այդ հաշվենք հարևան տարրերի արտադրյալը, ապա կստանանք 3-ի եւ 6-ի արտադրյալը 18, 6-ի եւ -2-ի արտադրյալը -12, -2-ի եւ -5-ի արտադրյալը 10, -5-ի եւ 7-ի արտադրյալը -35, 7-ի եւ 3-ի արտադրյալը 21։ Այստեղ ստացանք հարևան տարրերի արտադրյալը եւ այս արտադրյալներում այս հաջորդականությունում ամենամեծ արժեքը դա 21-ին, հետեւաբար մեր ֆունկցիան պետք է վերադարձնի 21, որը 7-ի եւ 3-ի արտադրյալն է։ Դե ինչ, եկեք անցնենք խնդրի լուծմանը։ Խնդրի լուծման համար եկեք պահենք մեկ հատ, հայտարարենք մեկ հատ փոփոխական, որի մեջ կպահենք մեր արտադրյալը։ Քանի որ աշխատում ենք ինտեջերների հետ, հետեւաբար մեր փոփոխականի տիպը նույնպես պետք է լինի integer։ Փոփոխականի անուն դնենք result եւ նրան որպես սկզբնական արժեք եկեք տանք integer-ի մինիմալ արժեքը, այսինքն std numeric limits integer-ների համար վերցնելով իր մինիմալ արժեքը։ Std numeric limits int min-ը այս ամբողջ գրվածը այս ֆունկցիան մեզ վերադարձնելու է integer-ի մինիմալ արժեքը, որը գրվելու է result-ի մեջ։ Եվ ցիկլով պտտվելով զանգվածի տարրերի վրայով մենք ամեն անգամ կհաշվենք արտադրյալը եւ եթե արտադրյալը մեր result-ից մեծ է, ապա result-ի արժեքը կդառնա արդեն տվյալ պահին դիտարկվող արտադրյալը։ Եկեք ցիկլով պտտվենք, for աշխատելու ենք ինդեքսներով աշխատելու համար խորհուրդ կտամ օգտագործեք system, իսկ system օգտագործելու համար եկեք include անենք cstd-def-ը։ Include cstd-def։ Առանց include cstd-def-ի system նույնպես կաշխատի, սակայն ավելի կիրթ եւ գրագետ կոդ կստանանք, եթե include անենք cstd-def-ը։ System օգտագործելու ենք std-ով, std system եւ նորից system կարող ենք նաեւ առանց std-ի օգտագործել, այսինքն ուղղակի գրելով system մեր ծրագիրը նորմալ կաշխատի, սակայն դա կիրթ մոտեցում չի։ System-ի համար ցանկալի է գրել եւ std-ն եւ include անել cstd-def-ը։ System-ին հավասար է 0-ից, in գնալու է մինչև input array get size -1, որովհետև ես դիտարկել եմ տվյալ պահին դիտարկվող տարի եւ իր հարևանի, աջ հարևանի արտադրյալը, որպեսզի վերջին տարի համար չափից դուրս չգամ, դրա համար վերջի տարից մեկ հատ ցախ, մեկ հատ պակաս եմ գնալու եւ ամեն իտերացիայի ժամանակ ավելացնելով ի արժեքը 1-ով։ Եվ այստեղ result-ը հավասար է std max մաքսիմումը result-ի եւ input array իր անգամ input array իր աջ հարևանի արտադրյալին i + 1-ին։ Եվ վերադարձնում եմ արդեն return եմ անելու result-ը։ Եկեք ինչ որ մի օրինակի վրա այս գրած ծրագիրը փորձարկենք։ Նու եկեք debug անենք բանավոր, հետո արդեն թեստերի վրա փորձարկենք։ Ենթադրենք մեր input array-ը պարունակում է այս արժեքները։ Եկեք սա այստեղ մեկնաբանությունով տեղադրեմ։ Տեսեք, result-ի մեջ գրված է int-ի մինիմալ արժեքը։ Եվ ինձ սկսելով արժեքը 0-ից ինքը վերցնել է 3-ի եւ 6-ի արտադրյալը հաշվի, որը 18 է, եւ result-ին վերագրի մաքսիմում 18-ից եւ integer-ի մինիմալ արժեքից, որը բացասական թիվ է։ Հետեւաբար result-ի մեջ կգրվի արդեն 18։ Հետո վերցնելու է 6-ի եւ -2-ի արտադրյալը հաշվի, այսինքն սա տալու է մեզ -12, իսկ result-ը 18 էր։ 18-ի եւ -12-ի մաքսիմումը դա 18-ն է, այսինքն result-ում նորից կգրվի 18։ Հետո վերցնելու ենք -2-ի եւ -5-ը, որը 10 է, նորից result-ում մնալու է 18, -5-ի եւ -5-ի եւ 7-ը -35 է տալիս, result-ում մնալու է նորից 18, իսկ 7-ի եւ 3-ի արտադրյալը հավասար է 21-ին, result-ում արդեն կգրվի 21։
result-ի նախնական արժեքը, նախկին արժեքը 18 էր, իսկ այս արտադրյալը տալու էր մեզ 21, իսկ 21 եւ 18-ի մաքսիմում դա 21-ն է։ Հետեւաբար result-ում կգրվի 21, այսպիսով ցիկլի իր աշխատանքը կվերջացնի եւ արդյունքում կվերադառնի մեզ result-ը, նույնիսկ 21 արժեքով։ Իսկ այժմ եկեք մեր գրած ծրագիրը փորձարկենք code signal-ից վերցված public test-երի վրա, տեսնենք արդյոք մեր ծրագիրը ճիշտ է աշխատում թե ոչ։ Եվ ահա, առաջին օրինակի համար դա մենք տեսանք, որ դա պետք է լինի 21։ Երկրորդ օրինակում 2, մինուս 1-ի եւ մինուս 2-ի արտադրյալը դա 2-ն է։ Երրորդ օրինակում 6, չորրորդ օրինակում նույնպես 6։ Ահա 2-ում էլ 6 է վերադարձված։ Հաջորդ օրինակում 55 եւ 10-ի արտադրյալն է, հաջորդ օրինակում պետք է վերադարձնի 30, ինչպես տրված է օրինակում։ Հաջորդ օրինակում 2-ի եւ 3-ի արտադրյալն է, որը հավասար է 6-ի, նախավերջին օրինակում 4-ի եւ մինուս 3-ի արտադրյալն է, որը պետք է տա մինուս 12, եւ վերջին օրինակում դա պետք է վերադարձնի մեզ 0։ Վերջ ընկերներ, կարծես թե ճիշտ է աշխատում code signal-ից վերցված public test-երի վրա։ Այս խնդրի համար այսքանը, եթե հավանեցիր վիդեոն, ապա բաժանորդագրվիր ալիքին, որպեսզի բաշխի թողնես նման վիդեոները եւ տարածիր։ Շնորհակալություն, կհանդիպենք։